Շատ սիրելի եւ հարազատ զավակներ հայոց ազգի, նվիրյալ անդամներ Հայաստանի այդ եկեղեցու։ Այսօր կյանքիս 43 տարիներու հոգևորական կյանքիս եւ 18 տարիներու կաթողիկոսական կյանքիս եւ գործունեությանս մեջ եզական օրմն է, որ գաբրի։ Արդեն նշվեցավ, թե ինձի դրվեցավ Աստուծո կողմէ այն բադիվը, որ ես ըլամ այդ առաջին կաթողիկոսը, որ կամ այս անաբադային երկիրը եւ տեսնեմ այս օբասիսը Էմիրությանց, միացյալ Էմիրությանց վերին իշխանության Շեխ Զայեդին եւ իր բոլոր օգնականներուն Հովանիին ներքև լիբանանցի ժողովրդին մասնակցությամբ եւ անոնց հետ նաեւ մեր հայ ժողովրդի քրդինքին բաժինովը այս օվասիսի ցանկման մեջ բայց ես ասանք անուշ խոսքերով չպիտի բանամ իմ խոսքս այսօր դուք ինձի անանք 10 մտվիկ որ ուրիշ մարդիկ չէին գրծած տալ 3 ժամ զիս այս աթորին վրա անշարժ նստեցի Ես 3 ժամ կաթողիկոսական աթորին վրա նստած չեմ երբեք Եվ բայ անոր ասկե ետ որ ըսետ է հայոց եկեղեցու բադարակը երկար գդել է Սահատ բռնեցի, 3 սկսանք 12 մարտին և այսօր կվերջացնենք 13 մարտին։ Վայ անոր որ բաղը բադարակին չկա։ Եվ սիրելի եղբայրներ և քույրեր, իսկապես որ այս հաջելի բախը հագարակ իր երկարության հոգելից բախմներ, նստած ձեզ գտիդեի, գլսեի, և միտքս եկավ, թե դուք որքան քաչ համբերող մարդիկ եք եղել։ Օրմը այսպիսի հավաքույթիմը բավական խոսողներ եղել են, հավաքույթը երկար դեպել է, և ժողովուրդը ցանցրացել է կամաց, մեկի տրամ, շամպան բռնել կացել են։ Մեկն ալ կխոսի, տեսերը որ մեկ հոգի մնացել է սրահին։ Բարեկամ կսե, դու ինչու մնացիր։ Ես հաջորդ խոսողն եմ ասել։ Բայց դուք ապահով եղեք, որ ինձ ետ խոսող պիտի չլա։ Ադոր համար ես հանդարտ երկով կխոսիմ, դուք ինձի պատճեցիք, ես ձեզի գործնեմ։ Հետևաբար, առաջին իմ խոսքս իսկապես կնահատանքի, քաջալերանքի խոսք մնե ձեզի ուղղված, որ գիտցակ ձեր եկեղեցին և ձեր ազգը հարգել, պատվել, սիրելով։ Ես իբրև անց ոչինչ դու կամ երթամ ուրիշներ եկեր և կացել բայց այն գաղափարը այն հոգին այն խորհրդանիշը այն արժեքը որ կաթողիկոսական պաշտոնի մեջ են գարտահայտվի
մեր բոլորս հայ եկեղեցվո Հովանիին դակ առնող ուժականությամբ, անոր հանդեպ ձեր սերը, ձեր արժանիքն է, եւ ադոր համար կգնահատեմ ձեզ եւ գսեմ ապրիկ, որ գիծակ ձեր հայրերու ոգիով շարունակել եւ ձեր կապվածությունը ձեր եկեղեցիին եւ ձեր ասկին հանդեպ այսպես համախումբ եւ միասնական շունչով արտահայտել։ Եվ երբ որ ձեզ կդիտեի միտքս կուկային բոլոր այն ուրիշ կաղուտները, որոնց ես այցելություն դալու երջանիկ պահեր ունեցած եմ աշխարհի 4 կողմեր, ամերիկաներեն սկսյալ մինչև Ավստրալիա եւ մինչև Հնդկաստան եւ մինչև Նոր Զելանդա։ Եվ մտքիս մեջ հանգարց պատկեր մտածվեց։ Երբ մեր հայրերը, ձեր ու իմ հայրերը եւ մեծ հայրերը թողին Գիլիգյանը, թողին Հայաստանը եւ կացին օդար ամայի ջամփեկի վրա, ինչպես կսե աշուխ բանաստեղծը, ինչ ունեին իրենց հետ։ Ոչինչ։ Իրենց աշխատելու կամքը, պատվի սկացումը, բարգեշտության գիտակցությունը, որով վերաշինեցին իրենց կյանքը եւ բադիվ շահեցան, ինչպես վկայ է մեր սիրելի տեսպանը եւ այնքան տեսպաններ, այնքան հոգեվորական օդար եկեղեցական դեմքեր, անանց նախակահներ ու թագավորներ վկայած են մեր ժողովրդի բադիվին մասին։ Դուք եք, ձեր հայրերն էին, որ իրենց առաքինություններով, մարդկային արժանիքներով շահեցան այդ բադիվը եւ զայնիպեր սուրբ շալակ մեր ուսերուն դրին, ու մենք այս սերունդս ներկայի պետք է այդ շալակը փոխանցենք նույնքան բադվող եւ պայծառությամբ մեր գալիք սերունդը։ Սիրելիներ, երբ որ պախտադությունը գնեի, միտքս կուկար դարձյալ այն սերունդը, որոնք 1894 թվականներեն սկսյալ մանավանդ կացին թեմի Ամերիկա, մուշի, սասնո, ճարտերեն ետքը, ապրիլյան եղերնեն տարիներ առաջ և ապրիլյան եղերնեն ետքը, ես այդ սերունդին գարկ մտեմքերը դեսա Ամերիկայի մեջ, խարպերթեն, վանեն և ուրիշ շրջաներեն կացած, լեզուն չէին գիտել, ուսում չունեին, գիտություն չունեին, տեխնոլոգի չունեին, կավարեն կացերին, կեղճկական, rural վիճակեն կացերին, և անոնք կացին և հանքածուխի, օթոյի, երկաթի պապրիկներուն մեջ աշխատեցան և անոսմ եմ մեկը կհիշեմ, որ ինձի ըսա վեհապար 30 տարի ամեն օր միայն մուրջ զարգած եմ, որ Ֆորդ ընկերության օթոն շինված ադենը երբ կանցներ դուրը տրանձագը գծակվի իմ ցերքիս հարվածում։ 30 տարի մուրջ զարգեր էր այդ մարդը և եկավ բանկը անտիյաց և ըսա ես ռշտունյաց կավարեն եմ ըսա հոն ուր գտնվի նարեգացի վանքը այդ գյուղեն եկած եմ ըսա և ահավասիկ խնայածիս մեկ մասը գուդամ որ այստեղ անտիյասի մեջ Սուրբ Գրիգոր Նարեգացի անունով սրահ մաշինվի, որ իմ հոգիս երջանկանա երկինքին։ Ես ինչպես սկացի այդ մարդում ոչ համալսարան դեսած, ոչ տեխնիկ դպրոց կացած, և անիգա ուրիշ շատ մեծ բարերարություններ ըրավ իր ջակտին կրտին։ Երբ որ Գիլիգիայեն մեր ժողովուրդը Սուրիա Լիբանան եկավ, այնադեն ցնցոդիներով գապրեին և կարանտինայի չարչապուկի
վրաններուն դակ, թիթեղածածուկ, ցեխոտ, փողոցներու մեջ կապ։ Դուք պետք է գարտաք Ֆիլիպ Զաքարյանի 3 հատորները, որպը դուն շինեց վերնակրով։ Այն ադեն կհասկնաք, թե ինչ էր հայություն։ Մանկություն չունեցող սերունդ ունեցանք, ինչպես կսեր ուրիշ գրակեն։ Մուշեղ իշխանը դուներու երկը երկեց, որ դուն չտեսան։ Եվ այդ վիճակեն իրենք գացին և այսօր Լիբանանի մեջ այն կաղուտը դարձած են, որում մասին լսեցիք թե բարոն Բաբիկյան են, և թե մեր տեսպան են, և գլսեք ուրիշներ են, և որոնց զավակներն եք ձեզ մեջ շատ են։ Ահավասիկ ձեզի պատկերներ։ Եվ հիմա դուք խոսեք։ Դուք այստեղ չեկաք իբրև քաղաքական, ինչպես ձեր հայրերը կացին Ամերիկա կամ Լիբանան կամ ուրիշ վայր։ Դուք այստեղ եկաք արդեն իսկ գիտությամբ կազմված արհեստի դեր և նաև լեզվի ու հաղորդակցության միջոցներու ադակ անցեր։ Դուք չեկաք ոչինչով, եկաք ձեր կարողությամբ և աշխատեցաք և այս անաբադին մեջը ձեր հնարները ինչպես կսեն, ձեր ծիրկերը, ձեր կարողությունները իգործ դրիք և բադիվ շահեցաք էմիրությանց այս երկրի մեջ։ Եվ օվասիսմը ստեղծեցիք այստեղ և ինչ-որ սրբազանը կվգայե, ինձի համար ալ մեծ ուրախություն եղավ, որ երևակայությամբ միայն ըմպռնած կաղութս աչքիս առջև մարմին դարձավ այսօր և ձեր բոլորին դեմքերուն վրայեն հայուն աչքերը, հայուն գամքը, հայուն հոգին կգարտամ այսպես կենտանի հաղորդակցությամբ և ոչ թե երևակայությամբ և կամ մտային տեսությամբ։ Սիրելիներ, մենք այս տարի մասնավորապես գաբրինք հատկանշական թվականը մեր պատմության մեջ և ոչ ոք իրեն թույլ տա և ները այդ հատկանշական թվականը մոռնալ 80-ամյակն է այստեղ մեր եղերնի, մեր ցեղասպանության 80-ամյակ։ Ես ով չեմ գնալ լալ այդ ամիսը ապրիլին, բայց կուզեմ մեկ բան ասել ձեզի, այն որ ըսած եմ 30 տարիներ առաջ և անոր գարձեմ միակ վգան այստեղ Վիքեն Շահզոյանն է և Քուվեյթ այցելեցի, որպես առաջին հայ եպիսկոպոսը 30 տարիներ առաջ Քուվեյթ այցելում։ Ապրիլ 29-ին կացի, Եղերնի տոնին կամ ոգեգոճման առիթով կացի և այնտեղ և կխոսեի ժողովրդին, կսեի անաբատ մգար աշխարիս մեջ, իսկ ահավասիկ անաբատմը այստեղ, որուն ավազին մեջ են շենքեր կբարձրացնեն հայուն ձերքեր, ինչ հակադրություն, մեկտեղ դեպի մահ, ուրիշտեղ ամայութենեն դեպի կյանք, որովհետև այդ օրը ես պտտեր էի Քուվեյթին մեջ և ասերեին սրբազան այս շենքը շինողը Բարսումյանն է, վեհապար այս դպրոցը շինողը Շահնազարյանն է, վեհապար այս շենքը շինողը Շահզոյանն է, այս ինչ ընողը այսինչյանն է, սիրտս հբարտացավ, առ աստված կողունակության սկացումով լեցվեցավ, պարկ ես դեր, որ այսպիսի ժողովուրդը ստեղծած ես ասի, որ անաբադեն կյանք կհանե, և ուրիշները զինք անաբադի մեջ ուզեցին վերածել ավազին։ Եվ կացի ես այս տարի, ունվարին, կացի դերզոր, անգամ մը եվս, դերզորեն անցա և կացի մարգադե, ճեզիրեի անաբադին մեկ անգ, և դեսա աչկերովս խողին մեջ խարնված հազարավոր մասունքներ ներնահատակ։ Երբ
հողին մեջ բզդիկ թևի բաժին մտեսա ոսկորի, օտոյին մեջ են շոֆերը պերավ, եկ փոքրիկ գործիկ մկրիչի պես, ինչ կսեն, թորնոբիդա, և այդ ոսկորի շուրջը հող պորեցի, հանգարց կանք մը ելապ հողին մեջ են, գարձես թե կանք աչկերուս պեշ լեցվեցավ ու տեմքի սարկա, փոքրիկի մը կան, և եթե երբեք փորվի այնտեղ դասնյակ հազարներով հայ մանուկներում ոսկորները, բայց մենք այլևս անցյալի դխուր պատկերներով նվաճվելու, հաղթվելու, ընջվելու պետք չունենք, մենք ցեզմով բարտանալու պետք ունենք, երդասարտներ ծեր քաչ հայու, բարգեշտ հայու, բատտապեր հայու, միաստական հոգիով ապրող հայու, բադիվովն է, որ մեր ասկը գբարտանա այս, այդ բադիվը բարձր բայեցեք, ուրալում, այստեղ կամայլու, ամեն այնտեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտմեր, բայց երանի, որ յուրասկին ազատության կզողվի։ Սիրելիներ, այնքան մեծ է այն կյանքը, որ ես կտեսնեմ այսօր մեր ժողովրդի պատմության մեջ, որ գուզեմ, որ բոլորը տալ հաղորդ մնաք այդ իրողության։ Պատմությունը բավական մոդեն սերդած ըլալով, ես պիտի ասեմ ձեզի այսօր, որ քիչ անգամ դրված է մեր պատմության մեջ այնպիսի լուսավոր շրջան ապրիլ, որքան գաբրինք մենք այսօր։ Որ տարը պանակ հայոց պատմության մեջ, երբ չտեսնեք գործանում, ավերում, հարցակում, քանդում, օդար, սմպակներու ներքեն։ Որտա։ Այսօր ամենեն մեծ իրողությունը, որ ունեցան, մենք 80 դարի ցեղասպանութենեն ետքը սպիրկին մեջ տոգացինք։ Գիշեն դպրեվանքի մեջ ուսանողի, ապեղայի դեր։ Երբ Մալխասը եկավ վանք, երբ Սիմոն Վրացյան եկավ վանքը, և ամերիկահայ կաղութի մասին դասախոսություն դվան, երկուքնա, և այն ադեն այս մարդիկը ասին 20 դարի ետքը այլևս Ամերիկայի մեջ հայություն չի մնա։ Սխալեցան, փաստը մեջ գա, ես այնտեղ առաջնորդ եղած եմ, և իրենց հայկական հոգին գելիտանի կպան։ Դուք այստեղ եք, եթե ասկեք 30 դարի առաջ մեկ հայ մխրել, որ կորմը Աբուդաբիի մեջ, կամ Շարժայի մեջ, կամ Դուբայի մեջ հայ կաղուտ պիտի լա այսպես, հայ հոգևորական երեցական կյանք պիտի լա, դպրոց պիտի լա, այսպիսի երկեր, այսպիսի արտասաններ պիտի արտասանվի, այնադեն մարդ պիտի լրացեի ինչ լուսին երկան, ամեն հազիրա։ Ես մեկ բան ստորվեցա պատմութեն և իմ կյանքես, և վեր մասի դետար։ Պատմությունը աննախադեսելի է, ձեզ մի ով գրնար 20-25 տարի գիտնալ կոնին կոսմի։ Կյանքը դարձված դերն մենք չենք գրնար ապատայի բոլոր ըլալի դերն պատմության լուսանքը դարձված դերն ունի։ Բայց մենք արդում պետք է լանք, գիտակից պետք է լանք, նախանտախմիր պետք է
որ պատմության մեծի դերակատարներն օգտվի դրանցի գեղեցիկ ֆորմներ փետրվար 20,1988 երբ կրեսրոյնան եւ գլասնոցը եկան 1 միլիոն հայություն Երևանի մեջ հարապեցավ Արարատ Դեսաների դարձված մի եղավ և 70 տարի երկաթյա վարագույրով շրջապատված և երկաթյա մականով կառավարված խորհրդային միությունը հանգարց քայքայվեցավ, անկախությունը վերահրճակվեցավ, 1918-ի անկախությունը վերակենդանացավ 21 սեպտեմբեր թվական։ Բարեկամներ, որ Նյու Յորք գտնվեին, իբրև առաջնորդ և ցեղասպանության 60-ամյակը նշեինք։ Եվ այնտեղ հրավիրեցի 6000 հոգի եկած էր Նյու Յորք գիշեր։ Մեծ իրագործում էր այնքան մարդու հավաքվելը գիշեր ադեն Նյու Յորքի մեջ, որ այնքան անապահովություն կդիրեք։ Felt Forum, Madison Square Garden այնտեղ եղավ ոգեգոչ և ով հրավիրացի որպես տասախոս Ambassador Morgenthau-ի թորնուհին Barbara Tuchman The Guns of August գիրքը գրած մեծ հեղինակուհին էր գինմն էր երբ եկավ գեցավ անոնց դիմացը իր մեծ հոր Թուրքիո մեջ 1914-ին տեսփան եղող Մորգենթոյի թորնուհին մեծ կրակետ Պուլիցեր մրցանակին դիրացած անձ ես իմ մեծ հորս իշադակին եկացավ և ասավ History is unpredictable Who could ever imagine that 20 years ago Mao Zedong and Nixon could sit together? Who could ever imagine that from the Arab oil countries new nations will emerge? Give us some օրինակներ. Never give up hopes. You can never know what history may turn for you. Amen. Stand ready. Don't miss the train. When the historical movements turn on and suddenly you get the opportunity, take it. Grab it. Don't let it go. If I who can now imagine what may happen one day in the Soviet Union? If Batmapani Markariagan Shunchok Garzek կդեսներ, որ արդեն ներքին խլրդումներ կլային այդ հսկայական, միահեծան, միակտուր կայսրության մեջ և հանգարց պայթեցավ և հայ ժողովուրդը ազատության հոգին իր մեջ պահած, անկախության իղծը երբեք իր մեջ չմարած, իր արժանապատվությունը, ասկային, սեփական, պետականություն ունեցնելու գիտակցությունը առողջ պահած այդ ժողովուրդը կանգնեցավ և այսօր պայծառ իրականություն է 3 տարիներու կյանքովը և կալիք տարիներու հույսերով և բար տեսիքներով պայծառ մեր հայոց նոր անկախացյալ Հայաստանի պետություն։ Եղբայրներ, մենք սպյուրք ենք, սպյուրք պիտի մնանք, դար չգիտեմ որքան։ Ռեալիզմը, իրատեսությունը, ասկիմը առողջության ամենեն կարևոր գաղթի։ Իրադեսը, ոչ երազադես, ոչ միան իդյալներով դարված, այլ աշխարհի իրադարձությունները կշռատադել գիտող,
ինչ կբադահի, ինչ չի բադահի, ինչու կբադահի, վերլուծել գիծով, և ինձինքը ստայն տասավորել գիծով, ասկն է, որ կհաճողի այս աշխարհիս։ Ադոր համար ես ուզեի ցեզի մեկ բան ասել, որ այնքան ադեն, որքան սպյուրք է, մենք զմես երբեք հուսահատական վիճակի մեկ չպիտի մատնենք։ Ընդհանրապես ունենք բոլոր տվյալները, ազատությունը կվայել ենք այս բոլոր երկիրներում մեջ։ Մեզ մեկ ախում ունի մեր հայության պահպանումը, ոչ թե արտաքին աստակները, մեր ներքին գիտակցությունները։ Ես հոն է, որ բդավախություն ունիմ, երբ մենք գդարվենք այսօր այնպիսի աստեցությունները, որոնք մեր մեջ հայությունը կսպաննեն, որոնք մեր մեջ նույնիսկ մարդկությունը կսպանեն։ Այդ մասին ես վաղը պիտի խոսիմ ձեզ, եկեղեցի, մեծ բախտի համար։ Ես շատ կարևոր սերիկ ունիմ, որ ես կտեսնեմ, թե ինչ կասի կդառնա մեր ժողովրդի կյանքի։ Դուք ձեզ եթե կաթողոս ընտրած եք, որպեսզի ցեզի կովեմ, վաղը գարաժել։ Ես եղած եմ, որ ասեմ այն, ինչ որ լավն է, բայց չմոռնամ ասելու այն, ինչ որ լավը չէ։ Ադոր համար գավազանին երկու կողմերը կգործած։ Ոսկի բաժինով գործնեմ, սև երկար փայտով կխփենք։ Հետևաբար երկունը բաղը պիտի պատահի։ Բայց եկեք խփածս ցավ չի պատահի։ Ադոր համար այսօր պիտի չուզեմ ավելի երկարել, բայց եկած եմ ցեզի հույսի խոսքը բերելու, եկած եմ ցեզի այն պատկամը բերելու, որ ինձ պետք չկար, իմ անձը շատ բզդիկ և դգար անձ մն այդ մեծ պատկամին համար, այդ պատկամը գուկա մեր պատմութեն է։